Ուզում եմ երկու բառ ասեմ, սա դասական դեպք է, այն ինչից սկսվեց Երևան քաղաքում թեղիների այդ սարսափելի վարակը թեղուտերևակերով։ 30 տարի մենք մենակ լսում էինք մասնագետներից Ագրարային համալսարանի, Բուսաբանության ինստիտուտի, որ թեղիները պետք է բուժել խորետով, եւ այս մարդիկ բուժել են խորետով, տեսնում եք դուք ծառերի վիճակը։ Հիմա էլ ասում են, որ սխալետ է իրականացվել եւ սխալետի համար մենք ծառերը պետք է հատենք Երևանում փոխենք։ Հիմա տեսեք, սխալ կտրվածքը առաջինը որ եղել է, երբ որ կտրել են այս հատվածը։ Այս հատվածը կտրել են այստեղից սկսել է նեխել բույսը, տեսնում եք ինչ վիճակ է։ Վերևի հատվածում այս մյուսը նոր են եկել կտրել, հիմա տեսեք, էլի նորից կեղևը պոկվում է, այսինքն այստեղից արդեն ունենք խաթարում, ունենք վարակի ներթափանցում, կողքից այդ իրանց իրաց բակտերիալ հոսքը ինչից է լիդում։ Եղավ ներթափանցում, եղավ վարակ, մեծ վերք է, որը բույսը փակել չի կարող, եւ եթե տեսնեք, այստեղ փորձել է բույսը փակի աշխատի, իսկ այստեղ չի կարողացել։ Տեսեք, տակը ինչ է կատարվում։ Այսինքն այստեղ արդեն մոռուկացված ամբողջությամբ հյուսված կա, եթե տեսնում եք, հեսն խնդրեմ վնասատուները, այստեղ բաներն են, իրանց անցկերն են, որտեղից որ դուրս են եկել, այսինքն ներսում իրանք արդեն խնդիր առաջացնում են, բայց խնդիրը սկսվել է ոչ թե նրանից, որ թեղիները վատ ծառերն, այլ խնդիրը սկսվել է նրանից, որ սկսել են շատ սխալ էդ իրականացնել եւ զանգվածաբար բույսերը փոխանակ վնասատուների դեմ բուժեն, ոնց որ մենք 20-21 թվականին սկսեցինք ծառերը զանգվածային բուժել, ծառերը բուժում էին խորետով, մի բան, ինչի մասին ես միջազգային փորձագետների հետ երբ որ խոսում էի, մարդիկ ապշել էին, որ առհասարակ խորը էտը կարող է դիտարկվել բույսերի համար որպես միջամտություն եւ օգնություն։ Տեսնում եք, այստեղ էլ երևում է պարզ, երևում է վնասվածքի հատվածը, էլի նորից վերևը տեսնում եք կտրած է, այստեղից արդեն վնասումը գնում է եւ պարզ երևում է, բույսը ինքը ուղղակի ասում է նրա մասին, ինչ որ իր հետ արել են։ Նույնը այստեղ է, տես, վերքի տակից էլի երևում է, ահա, խնդրեմ, եթե ուշադիր նայես, այստեղ է ծաղ, այդ խնդիրը, որտեղից է գալի, կտրվածքից է գալի, որտեղից է գալի, վերևի հատվածում նույնն են արել, այստեղ էլի նորից ճյուղը կտրել են, էլի նորից այդտեղից խնդիրը առաջացել է, այսինքն ոչ թե բույսերն են վատը, այն մարդիկ, որոնք որ այս բույսերի հետ աշխատել են 30 տարի, աշխատել են շատ սխալ, իսկ մենք ներդրեցինք ծառերի բուժման աշխատանքները, որ վնասատուի դեմ պայքարենք, այլ ոչ թե խորը էտ անենք եւ բուժենք ծառերը։ Այսինքն պրոբլեմը նույնն է, էլի նորից կտրվածքից առաջացած խնդիր, այստեղ բույսը փորձել է փակել, բայց վերևում վերքը շատ մեծ է, չի կարող փակի։ Այդտեղից վարակի ներթափանցում ա եղել եւ բույսը կոնկրետ հիմա այստեղ խնդիր ունի եւ պետքա բացել, պետքա բուժել, պետքա պայքարել։ Բայց մեր մոտ միակ պայքարի մեթոդ կա։ Ծառերը կտրում ենք, զանգվածային հեռացնում ենք եւ վերջացնում ենք։ Նույնը այստեղ է, էլի նորից խորը է, տեսնում եք, նույնիսկ ներքևի մասից երևում է, որ չի կարողանում բույսը ծածկի, հա։ Իր վերքը եւ առաջանալու է խնդիր, վերևից էլի նորից գլուխները կտրել են։ Ինչքան ավելի մեծ վերք, այդքան ավելի մեծ վերքի մակերես, այդքան ավելի մեծ ներթափանցում վարակների դեպի բույսի ուրեմն ներսի հատվածը։